Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին 1 ժամվա ընթացքում։ Ինչպես միշտ առավելագույնը 1 ժամ, իհարկե նախկինում ավելի կարճ է տևել, բայց ամեն անգամ հարկ եմ համարում տեղեկացնել։ Համեցեք։ Շնորհակալություն, եկեք պատմել հարցի բանը, որպեսզի բոլորը հասցնեն հասկանալ այսօր շաբաթ կա։ Առաջինը Վոլոդիա Հակոբյան Ցիվիկե։ Պարոն վարչապետ, եպիսկոպոսները հերթական փաստաթուղթ են հրապարակել, ստորագրել են դիմում են տարածել, ըստ որի Արշակ arczepiskopos-ի վերաբերյալ տեսանյութը ճիշտ է դուրս եկել ըստ փորձաքննության եւ ասում են Գարեգին Բ-ն առ ոչինչ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները, բարձրաստիճան հոգեբանական վերագրվող տեսանյութի տարածումից հետո անցել է ամիսներ, բայց Գարեգին կաթողիկոսը, որտեղ դրած մոտեցում հայրաքելական եկեղեցու հեղինակությունը վնասող այս չափազանց վայրին հարցի առնչությամբ եւ հանձնախումբը քանիցս պաշտոնի այդ թվում նաեւ անհայտ arczepiskopos-ներ խնդիր է հետեւողականին հանձնել կաթողիկոսի ուշադրությանը, հաշվի առնելով այս իրողությունը Գարեգին Բ կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը եւ դիմում են հանրությանը, պարոն վարչապետ, ասում են այսօր դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին միանալու աշխարհասփյուռ հայության սրբության սրբոց Մարիաթոր Սուրբ Էջմիածնի սրբապիղծ հոգեվորականից եւ նրա մեղք քսողներից ազատելու կենսական անհրաժեշտ գործին խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը։ Պարոն վարչապետ, ո՞րն է ձեր արձագանքը եպիսկոպոսների այս դիմումին, խնդրանքին ասեմ, հորդորին ասեմ, ձեր արձագանքը։ Նախ ասեմ, որ որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ եւ հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Ես գիտեք, այս պահից արդեն ասացի հնարավոր հանդիպումից հետո կամ ավելի ճիշտ միջև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մանրամասների մասին կամ լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ։ Կրկին ուզում եմ ասել, որ որպես պետության ղեկավար հաստատակամորեն եւ վճռականորեն ողջունում եմ այդ հայտարարությունը եւ նաեւ այն ընդունում եմ որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ։ Հաջորդ հարցը Գարեգին Մեծահարկ, պարոն Փաշինյան վերջերս մեր ձևով շարժումը հայտարարեց, որ հունվարին արդեն որպես քաղաքական ուժ իրենք հանդես կգան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար եւ վերջին օրերին նույն ուժը տարբեր աղբյուրներով հայտնում է, որ որպես կուսակցություն հրահանգված է, որ չգրանցվի մեր ձևով, քանի որ դուք վախենում եք Սամվել Կարապետյանից, այնքան եք վախենում, քանի որ կան մոնիթորինգներ, ըստ որի Սամվել Կարապետյանն մեր ձևով այս պահին ավելի շատ հավակնություն ունի հաղթելու, քան դուք։ Արդյոք վախենում եք Սամվել Կարապետյանից եւ նման հրահանգի թեցված է թե ոչ։ Գիտեք, ես այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ ելի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված
այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել պատգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Հաջորդ հարցը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները արդեն կարծես տեսնում եք ինչպես են տարվում, կան մարդիկ հստակ, ովքեր ձեզ հետ ճանապարհ չեն կարող անցնել, ունեք այդպիսի կանոն, որ պետք է մինչ ցուցակում ընդգրկելը բարեվարկության քննություն անցկացնեք եւ զտեք ցուցակը։ Գիտեք, որ ասում եք ինձ հետ, ընդհանրապես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ ես եւ մյուսները իմ անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական process-ները տեղի ունենում բաց, թափանցիկ, եւ այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, ում նաև կանոնադրության սահմանված դեպքերում եւ կարգով, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերին դուք ասում եք ինձ հետ լուծվում են անձնական հարթության վրա։ Այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերվում են կուսակցությանը, դա անձի մասին չէ, դա կուսակցության մասին է եւ կուսակցությունը ինքն է տալիս այդ հարցերի պատասխանը իր կազմակերպչական, քաղաքական գործընթացներով։ Հետևաբար կուսակցությունը այդ թվում ազգային ժողովի падգամավորի առաջադրված տեխնացուների գրանցման գործընթացում կտա այդ հարցի պատասխան։ Հետևաբար ովքեր կգրանցվեն որպես падգամավորի տեխնացու, նրանք կարող են եւ մենք էլ, որտեվ ես էլ եմ падգամավորի տեխնացուի միջալոց նույն տրամաբանության մեջ այդ ցուցակում ընդգրկվելու եւ հավակնում եմ նաեւ լինել վարչապետի տեխնացու եւ այդ որոշումներով արդյունքներով բոլորի համար թափանցիկ կլինի թե ինչ, բայց ելի եմ ասում առանցքը process-ի անձը չի առանցքը process-ի կուսակցությունն է եւ շատ կարեւոր է որ գաղափարախոսությունն է, որտեղ կուսակցությունը առանց գաղափարախոսության այլ բան է, կուսակցությունը եւ գաղափարախոսությունը բոլորովին այլ բան։ Գրանցման եւ ցուցակի ձևավորման գործընթացը հենց այդ հարցերի պատասխանն է տալիս։ Հաջորդ հարցը Պարոն վարչապետ, Ղազախստանի այցը հագեցած օրակարգուն էր, արդյունքների հետ կապված ինչ կարող եք ասել, ինչը ավելի շատ եք կարևորում ու կանոնացնեք։ Շատ կարևորում եմ, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները զարգացան եւ հասան ռազմավարական գործընկերության կետին եւ այդ ռազմավարական գործընկերությունը ունեցավ նաեւ շատ կոնկրետ արտահայտություններ, որոնց մի մասը մի փոքր անսպասելի էր եւ նաեւ այն, որ մենք հիմա նաեւ երկաթուղային կապի հնարավորություն ունենք Ղազախստանի հետ, մեր հնարավորությունները իհարկե ընդլայնում են, առաջիկայում մենք պայմանավորել ենք, որ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի հայաստանյան Ղազախստան, որպեսզի տեսնեն, թե ինչ ուղղություններով է, որ փոխգործակցությունը տնտեսական հնարավոր է խորացնել, ինչու եմ հատկապես տնտեսականը ընդգծում, որովհետև քաղաքական երխոհությունը եղել է բարձր մակարդակի եւ կա բարձր մակարդակի ակնհայտորեն, հակառակ դեպքում հարաբերությունները ռազմավարականի մակարդակի չէին հասնի։ Հիշում եք, որ նախորդ տարի Ղազախստանի նախագահը պաշտոնական այց ունեցավ Հայաստանի Հանրապետությունը, այս տարի ես պաշտոնական այցով մեկնեցի, մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ հեռանկարային են, որովհետեւ Ղազախստանը նաեւ հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում
Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ եւ մենք այդ հետաքրքրությունը ողջունում ենք եւ բազմաթիվ հարցեր կան, որոնք վերաբերվում են տնտեսական, բայց նաեւ քաղաքական օրակարգին։ Այստեղ նորությունն այն է, որ մենք տնտեսական մասով էլ շատ լավ մթնոլորտ ենք ունեցել, բայց լոգիստիկ սահմանափակումների պատճառներով այդ պոտենցիալը չի օգտագործվել ամբողջ կամ ավելի մեծ ծավալով։ Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս քաղաքական process-ների արդյունքներով մենք կտեսնենք կոնկրետ տնտեսական արդյունքներ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահ հարգելի Կասիմ-Ժոմարտ Տոկաևին այդ բարձր մակարդակով ինձ ընդունելու եւ նաեւ բարձրագույն պարգևի արժանացնելու համար դա իսկապես շատ մեծ պատիվ է ինձ համար եւ մեծ գնահատական է, որի համար ես խորապես շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը Լիպսինա Ջեբեջան։ Պարոն Փաշինյան, ձեր անցյալը հաճախ չի բռնում ձեր ներկայի հետ, հակասության մեջ է մտնում ներկայի հետ եւ այդ շարքից կխնդրեմ մի հացի պարտավորումա։ Մասնավորապես դուք ասել եք, որ Սամվել Ալեքսանյանի մասին, երբ որ ընդդիմադիր պատգամավոր էիք, ասում եք, որ հազարավոր միլիարդավոր գումարներ հարկեր չի վճարում, թոշակառուների փողերը անվճար լավաշ բաժանելու անվան տակ է քողարկում, այսպես անվանել եք մի խոսքով գող կանտրաբանդիստ, երբ որ ընդդիմադիրի կրքերը ավելի էին թեժացել, անգամ մարդասպանության մեջ էիք մեղադրել անուղղակիորեն, ձկնկուլի կհիշեք Արմեն Իսրայելյանի սպանությունը սլակներ ուղղելով Սամվել Ալեքսանյանի կողմը, դարձակ վարչապետ, լծակներն ունեք, եթե սխալվել եք այն ժամանակ մարդասպան չի, չենք տեսել ձեր ներողությունը, որ ասեք չէ, սխալվել եմ, այ մարդասպան չի, եթե մարդասպան է, ինչու ճաղերի հետևում չի, ու նույն կերպ Գյանջիրովի սպանության հետ կապված։ Դուք անդրադարձել եք Գյանջիրովի սպանության ազգային ժողովում, ասել եք, որ այդ մարդուն գտել են ծառից կախված վիճակում, գործատուները հետապնդել են նրան, ծեծել են, նվաստացրել են, քննչականի վարույթի նյութերում քննիչնել է դա արձանագրել կա, ու ասել եք, վառացի հիմա կմեջ բերեմ, որ ասել եք, եթե այդ մարդիկ, այդ ընտանիքի անդամները հիմա ահաբեկչություն անեն, ասել եք, հարազատները մտնեն Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պիտի ասեք ահաբեկչությունա, չէ, բայց սա ահաբեկչություն է, ահաբեկչության դիմաց։ Այսպես էիք բնութագրել ու այդ մարդուն հետապնդողները, որի մասին դուք խոսել եք, ձեր որոշմամբ Արարատի համայնքապետ, Արարատի մարզպետի օգնական նշանակված Ասլան Ավետիսյանն ու նրա որդիներն են, նրանց մասին է խոսքը։ Հիմա ոնց հասկանանք, եթե մարդասպան էին, ինչ եք պաշտոն տվել, ու եթե մարդասպան էին, ինչի ճաղերի հետևում չեն։ Ես հերթական անգամ պիտի ձեզ հիշեցնեմ, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ես քննիչ չեմ, դատախազ չեմ եւ դատավոր չեմ, եւ Հայաստանի Հանրապետությունում որևէ քննիչ, որևէ դատախազ եւ որևէ դատավոր չունի սահմանափակում որևէ սպանություն բացահայտելու, ել չեմ ասում դատավարության կողմեր իրենց դատավարական իրավունքները պաշտպանելու։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է եւ կրկնապատկվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բազմաթիվ ստվերային ոլորտների ապաստվերայնացման հաշվին, աշխատատեղերը աճում են, այդ թվում բազմաթիվ ստվերային աշխատատեղների ապաստվերայնացման հաշվին եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է ձեր նշածին, ես պաշտոն չեմ տալիս ընտրովի պաշտոններում։ Համայնքների ղեկավարները ընտրվում են համայնքի քաղաքացիների ազատ կամ արտահայտման արդյունքում։ Այդ թվում ԿՊ-ի ցուցակով այո, թեկնածուն է եղել, մեր թեկնածուն է եղել եւ բազմաթիվ դեպքեր կան, երբ որ այդ թվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում իրականացվում են քրեական դատավարության գործողություններ, եղել են դատավճիռներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ քաղաքական գնահատական կարող է լինել տարբեր իրավիճակներում տարբեր բաների եւ իրավապահ համակարգի խնդիրն է քննել եւ գալ եզրակացությունների։ Որևէ մեկը որևէ սահմանափակում չունի որևէ սպանություն բացահայտելու։ Եթե որևէ մեկը կասի Հայաստանի Հանրապետությունում
որ որևէ սահմանափակում կա, որևէ սպանություն կամ գործ բացահայտելու, ինքը ուղղակի սուտ կասի, շատ մեծ սուտ։ Հետևաբար այդ բոլոր հարցերը նույն ձևով կարող եք ուղղել քննիչներին, դատախազներին եւ համոզված եմ, եթե անհրաժեշտ որևէ գործողություն կա, որ չի արվել, կարելի։ Հաջորդ հարցը Վակտոր Նարեկ Կիրակոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, երբ դուք հայտարարում եք, որ ձեր որդիական խոնարհումն եք հայտնում այդ ցանկը ստորագրած հոգևորականներին, ցանկին ծանոթ եք, այնտեղ օրինակ Նավասարդ arczepiskopos Կճոյանն է, Առաքել arczepiskopos Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը եւ այլ հոգևորականներ, դուք տեղյակ եք նրանց մասին, օրինակ ինչ հրապարակումներ կան մամուլում, նույն Նավասարդ Կճոյանի հետ կապված այդ բենտլիների օֆշորային պատմությունը, ամերիկյան կանխավարկածի իհարկե պահելով Առաքել arczepiskopos Քարամյանի զավակ ունենալու մասին հրապարակումները, իդեպ գուցե նաև ճանաչեք Վազգեն Միրզախանյանի հետ կապված հրապարակումները, այսինքն ձեզ համար ընդունելի է սրբության սրբոց մայրաթորը ազատագրել այն անձանցով, որոնց մասին էլ կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ տեղեկություններ կան։ Ես ասել եմ, որ մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայաստանյան Առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է եկեղեցում, եւ դա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին, եւ բոլոր քաղաքացիների մեջ կարող են լինել բազմաթիվ քաղաքացիներ։ Ես մի րոպե Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այդ թվում ես բոլոր քաղաքացիների անձնական գործերը չեմ ստուգում, ինչ վերաբերվում է ձեր ասածին, ես առաջ եմ քաշել այն օրակարգը, որը վերաբերվում է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը, եւ մենք պետք է գնանք այդ բարենորոգման ճանապարհով։ Որևէ հարց հնարավոր չէ լուծել առանց բարենորոգման ճանապարհով անցնելու, եւ ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունը այդ բարենորոգման ճանապարհով անցնելու։ Եթե հիմա դուք հարցնեք, հիմա Կտրիչ Ներսյանն էլ կարող է մասնակցել այդ բարենորոգմանը, ես կարծում եմ, որ ինքը իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է, եւ նա պետք է ուղղակի ազատի մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Հաջորդ հարցը Արմենպրես։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ասացի արդեն, որ բարենորոգման Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգն է դրված սեղանին եւ այդ նորոգման օրակարգը պետք է իրականացվի եւ ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են այդ նորոգման օրակարգին մասնակցություն ունենալ, աջակցել այդ նորոգման օրակարգին, որովհետեւ եթե այդ նորոգման օրակարգը տեղի ունեցած լիներ, այդ բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր քննարկում ենք, այդ խնդիրների առնվազն մեծ մասը տեղի չէր ունենա, գոյություն չէր ունենա։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, վերջերս Բաքվից վերադարձան Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներ, այնտեղ հանդիպումներ, քննարկումներ ունեցան, դրանից առաջ էլ ադրբեջանցի փորձագետներ էին Հայաստանում։ Ինչպես կգնահատեք այս երկխոսության ընթացքը, հատկապես այն համատեքստում, որ տեսնում ենք թե Ադրբեջանի պաշտոնյաների, թե գիտնականների, թե փորձագետների, թե մեդիայի խոսույթում կարծես թե բան չի փոխվում։ Դե գիտեք, այդ թվում երկխոսության բացակայությունն է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցի ձեր նշած շրջանակների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները տեսնում են իրենց գնահատման, որ հայաստանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ Իսկ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի երկու հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Այսինքն մենք ուզում ենք, որ փոխվի, թե չենք ուզում։ Պետք է տեղի ունենա process, որ փոխվի։ Հաջորդ հարցը Արիա Փարոզյան։ Պարոն Փաշինյան, դուք
երբ որ ընդդիմադիր պատգամավոր եք, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանին այդ պաշտոնում ընտրել եք, երեք ինքն էլ այդ մասին հիշեցրեց, բայց հարցադրումը հետևյալն է, ձեր նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու հաստատ էության չկայացավ, ինչպես գիտեք, բայց Արման Թաթյանն է ձեզ հրավիրել բանավեճի, ասում է որտեղ կուզի, որ ժամին կուզի, անգամ կարող է Պետրոս Ղազարյանն էլ իր հետ բերի, որպեսզի մենակ չլինի, պատրաստ եք ընդունել արդյոք Արման Թաթյանի բանավեճի հրավերը, եւ նաեւ երեկվա նրա հայտարարությունից հետո ասում են Արման Թաթյանը նիկոլական է, հիմա ինքը այդպես է, թե կապ չունի ձեր իշխանության հետ։ Ես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե այն գլխից ընդունել եմ խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ։ Աստի խորհրդարանական ում եք հրավիրում։ Ինձ անձամբ հարցազրույցի եք հրավիրում։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, 44-օրյա պատերազմից հետո պատերազմի տարբեր դրվագներով տարբեր քրեական գործեր են հարուցված Արցախի պաշտպանության բանակի եւ բարձրաստիճան զինվորականների եւ շարքային միջին օղակի զինվորականների նկատմամբ նրանք տարբեր դրվագներով այսպես անցնում են, դեռ որոշ գործերի մեծ մասը դատարանում են, հնարավոր ամպուտության դրսևորում, որոնց հետևանքով, չգիտեմ, այս կամ այն բարձունքն ենք կորցրել։ Այս համատեքստում ծագում ամենագլխավոր հարցը հետևյալն է, որ շատ է հնչում, օրինակ, ասում են դուք ինչ գործ ունեք Արցախի հետ, եթե Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, այսինքն Հայաստանի Հանրապետության դատարանների առաջ կանգնած են Արցախի զինվորականներ, եթե դուք այդ Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում եւ դուք 44-օրյա պատերազմից հետո ձեր ստորագրությամբ, երբ հանձնվեցին Քաշաթաղը եւ Քարվաճառը թշնամուն, այդ ժամանակ ադրբեջանցիները հայտնի փաստ է, եկան, այսինքն հայկական զորքերին հետ քաշելու հրաման տրվեց, հետագայում դուք 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից ասացիք, որ հենց դուք եք տվել զորքերի հետ քաշման հրամանը եւ ադրբեջանցիները GPS-ներով տեղակայվեցին հայկական ռազմավարական բարձունքներին, հետագայում իմացանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մի քանի հարձակում եղավ, որից ամենախոշորը 22-ին նորից տարածքներ կորցրեցինք։ Հիմա նաեւ այս հարցն է հնչում, արդյոք ձեր հրամանները եւ գործողությունները չպետք է քննվեն, գոնե քննության ենթարկվեն իրավապահների կողմից կամ չգիտեմ, կանգնեք թեկուզ դատարանի առաջ չպետք է քրեական գործեր հարուցվեն, հասկանալու համար ձեր հրամանների հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ինչ վնասներ ունեցավ, գոնե քննության ենթարկվեն, այս հարցադրումն է շատ հնչում եւ Արման Թաթյանի բանավեճի հրավերի հետ կապված նա նաեւ երեք հայտարարեց, որ ձեզ պահում են նախկինները, այսինքն ասաց, որ եթե նախկին նախագահները իրենց կուսակցություններով, ուժերով չմասնակցեն դրա պայքարին, քաղաքացիական պայմանագիրը մոտավորապես այսպես շանսեր չի ունենա, վերընտրվելու կամ հաղթանակ ունենալու։ 2026 թվականի ընտրությունները ցույց կտան, ով ինչ շանսեր ունի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, նախ առաջին մասով դատավարություններ են ընթանում, թող իրավաբանները այդ հարցին պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդտեղ մեկնաբանել, նախորդ շրջանում բազմիցս եմ մեկնաբանել, բայց հիմա դատավարական process-ներ են։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այդ քննությունը տեղի է ունեցել, ես գործով հարցաքննվել եմ 5 ժամ, կամ չգիտեմ կներեք, եթե ժամի հարցում սխալվեմ, հրապարակային քննվել եմ քննիչ հանձնաժողովում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ավելին քննվել եմ ժողովրդի կողմից 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն ա եղել։ Այսինքն պատերազմի հետ կապված մի բան կա, որը որևէ մեկը չգիտի, տենց բան կա, որ որևէ մեկը չգիտի, այդ որ ասում եք քրեական գործեր եւ այն ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելի կա, քան հանրությունը գիտի եւ հանրության հետ հաղորդակցվել է քննիչ հանձնաժողովներում, ելույթներում եւ այլն եւ այդպես շարունակ, դա թյուր կարծիք է։ Եվ հետևաբար իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել,
եւ շարունակաբար քննում։ Ուրեմն ես երբեք որևէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից Հայաստանի Հանրապետության որևէ զորքի հետ կաշման մասին, սա առաջինը։ Երկրորդը իմ գործողությունները քննվել են, այն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն եւ այդպես շարունակ։ Վերջապես անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանում քննարկումների ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, ես ներկայացնում եմ, որ Զանգեզուրի միջանցքի հարցով Երևանը Բաքուն դեռ վերջնական համաձայնություն չեն հասել։ Ես կխնդրեի դուք ասեք ինչ համաձայնությունների մասին է խոսքը, արդյոք անձնական պայմանների կամ որևէ այլ հարցի մասին է խոսքը, կամ առհասարակ ինչ քննարկումներ կան այդ ճանապարհի հարցով Երևանի եւ Բաքվի միջեւ, եւ դուք ինչ առաջ խոսեցիք Կրկին Մայրաթորից, ես ուզում եմ մի հարց տալ ձեզ, դուք բացի, դուք պնդում եք, որ ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է բուսակրոնության ուղղը եւ պետք է հեռանա, եթե սխալ չեմ հիշում, մի պնդում եք բուսակրոնության ուղղը խախտելու հետ կապված, արել եք Արշակ Սրբազանի հետ կապված, որ նաեւ այդ ուղղը խախտել է։ Ուրիշ ինչ տվյալներ ունեք բարձրաստիճան դեպքերականներից էլ ովքեր են խախտել բուսակրոնության ուղղը, կամ գուցե համոզված եք, որ նույնիսկ բոլորը արդեն պահպանել են եւ որևէ խնդիր չկա մյուսների հետ կապված։ Եթե ես համոզված լինեի, Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգի եւ դրա անհրաժեշտության մասին չէի խոսի եւ հետեւաբար այդ բարենորոգման օրակարգի հենց ամբողջ իմաստը եւ նպատակը հենց նա է, որ ոչ թե մենք կռահումներ ունենանք կամ արտահոսքեր ունենանք, այլ մենք ունենանք մեխանիզմներ բարեվարկության ապահովման։ Ինչի պետք է կներեք պետությունը, կառավարությունը, այսինքն պարզ է թե ինչի, պետք է ունենա բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը, այդ թվում գործունեության թափանցիկություն պետական պաշտոնյաների դեպքում, իսկ Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպքում չպետք է լինի։ Բարեվարկության մենք կներեք մի վարչության պետ ենք նշանակում, բարեվարկության ստուգում է անցնում։ Կաթողիկոս թեկնածուն բարեվարկության ստուգում պետք է չանցնի։ Ես ընդհանրապես խոսում եմ բարեվարկության մասին, ես մի հոգու բարեվարկության մասին չեմ խոսում, ես խոսում եմ բարեվարկության մասին որպես ինստիտուտի, որը այսօր Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցում ցավոք ներդրված չէ, եւ բարենորոգման առանցքային նպատակներից եւ օրակարգերից մեկը դա պետք է լինի, որպեսզի մենք ոչ թե կռահումներ ունենանք, այլ ունենանք որոշակի մեխանիզմներ, որպեսզի այդ խնդիրը ինստիտուցիոնալ ձևով լուծվի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես սխալ եմ հիշում, նախորդ բրիֆինգին դուք այդ նույն հարցը չտվեցիք։ Իմ պատասխանները նույնն են ամեն դեպքում այդ հարցին։ Ինչ կա, դուք գիտեք, ինչ որ դուք չգիտեք, չկա։ Պարոն վարչապետ, հարցս օդի աղտոտվածության վերաբերյալ է եւ դուք արդեն կառավարության նիստի ժամանակ ասացիք, որ երկու խումբ է ձևավորվելու, ինձ հետաքրքրում է, ակնհայտ է, որ պատճառները երկուսն են, շինարարության մեծ ծավալները եւ ավտոմեքենաների ծավալը, ինձ հետաքրքիր է, ինչ կտրուկ քայլերի կարող եք գնալ, ենթադրենք ավելացնել մաքսատուրքը մեքենաներ ներկրելու ժամանակ կամ ընդհանրապես արգելել հին մեքենաների մուտքը Հայաստան։ Փորձ ցույց է տալիս, որ կտրուկ քայլերը արդյունքի չեն բերում առնվազն երկարաժամկետում։ Պետք է գնալ պլանավորված, հետևողական, ոչ կտրուկ քայլերի, որովհետև ի վերջո լավ, իմիջիալից նախ պետք է հասկանալ, որովհետև ամենատարբեր, հիմա երեք օրինակ ինձ տարածաշրջանային քարտեզ էին ուղարկել, որտեղ որից
կարելի է ենթադրել, որ այդ երևույթը ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի։ Իհարկե ձեր ասածը չի կարող ազդեցություն չունենալ։ Դուք հիշում եք 2018 թվականից ես անդադ խոսում եմ շինհրապարակների որակի մասին, կտրուկ քայլեր, դա նաև մի քիչ կրթական ոլորտի հարց է, նաև կազմակերպչական ոլորտի, նաև վարչարարության հարց է, բայց մենք պետք է հասկանանք, որ միշտ չի, որ ընդհանրապես փորձ ցույց տալիս, որ կտրուկ քայլը ոչ մի հարց չի լուծում, հարց լուծում է հետևողական քաղաքականությունը, եւ մենք էդ էլ պետք է հասկանանք, հիմա մի կողմից մենք խցանումներից բողոքում ենք, մյուս կողմից էլեկտրոմոբիլների մեծ հոսք կա, երրորդը մենք ուզում ենք, որ էլեկտրոմոբիլների թիվը ավելի մեծանա, մի շարք պատճառներով, այդ թվում բնապահպանական պատճառներով ենք ուզում, որ էլեկտրոմոբիլների հոսքը մեծանա, բայց այս ամեն ինչը իր հետ բերում է բազմաթիվ դիլեմաներ, եւ այդ դիլեմաները լուծելու համար պետք է հետևողական աշխատել եւ այդ թվում փորձագիտական հանրությանը ներգրավել, քաղաքացիական հանրությանը ներգրավել, որպեսզի ոչ թե սոցիալական ցանցերից մենք հավաքենք կարծիքներ, տվյալներ, առաջարկներ, այլ լինի ինստիտուցիոնալ մոտեցում, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը գան իրենց գնահատականներով, իրենց լուծումների մասին իրենց առաջարկներով, որպեսզի մենք ի վերջո այդ խնդիրը կարողանանք լուծել, բայց հավատացեք, որ վաղը այդ խնդիրը չի լուծվելու, որովհետև մենք այդ կտրուկ գուցե չերևացող, բայց կտրուկ ինչ որ քայլեր արել ենք, որպեսզի խնդիրը լուծենք, բայց տեսնում ենք դրանից խնդիրը չի լուծվում։ Հետևաբար պետք է գնալ ավելի երկարաժամկետ ճանապարհով, որտեղ եթե նույնիսկ ձեր ասած քայլերը ձեռնարկենք, հարցը դա կլուծի խնդիրը, թե չի լուծի։ Այսինքն պետք է քայլերը անելուց առաջ նաև փորձագիտական մակարդակում կարողանալ կանխատեսելի արդյունքներ տեսնել։ Եվ ելի հիմա ոչ միայն մեր փորձը, շատ երկրների փորձ ցույց է տալիս, որ այդ կարգի կտրուկ եւ հատուկ քայլերը նման դեպքերում արդյունք չեն բերում, որովհետև խոսքը տասնյակ հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա վարքագծի մասին է։ Կտրուկ գործողություններով այդ վարքագիծը փոխել հնարավոր չի։ Շնորհակալ եմ։ Ձեզ դուք ամեն անգամ մի հարց կապացնում